Բարև իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Այսօր ուզում եմ ներկայացնեմ մի շատ համեղ, խորտիկ սացիվի վրացական խոհանոցից։ Ուրեմն նախորդ ես հավը կիսա եփեմ արել ու ջեռոցը հիմա միացել եմ, դնելու եմ ջեռոց մի 30 րոպե ինքը կարմրի, քանի որ իսկական իմերիթական սացիվին պատրաստում են վրացական, ավելի շուտ պատրաստում են հենց այս ձևով։ Մարդիկ կան կտրտում են, մարդիկ կան կաշին հանում են, չգիտեմ։ Պատրաստում են ուրեմն կամ հավով, կամ հնդկահավով, կամ ձկով։ Նաև այս մի քանի օր առաջ լսել եմ նաև պատրաստում են տավարի մսով։ Ես դա չեմ պատկերացնում, բայց ամեն դեպքում մարդիկ պատրաստել են, գիտեն արդեն։ Հիմա սիրելիներս, քանի որ ջեռոցս արդեն միացրած է, հավը դնենք ինքը թող տապակվի, ես սկսեմ արդեն իմ մնացած գործողությունները ասեմ ու կատարեմ։ Ուղարկենք տապակվելու։ Ուրեմն հավի արգանակի մեջ սիրելիներս գցել եմ մի գլուխ միջին չափի սող, 2 հատ դափնու տերև ու մի փոքր աղ, ընդամենը այդքան։ Սիրելի հետևորդներ ջան, ուրեմն սացիվին ամենաառաջնային մթերքը ընկույզն է։ Հիմա ես պետք է ընկույզը աղամ արագ ու արդեն ցույց կտամ մնացած պրոցեսը ինչ եմ անելու։ Գնացինք։ Ասեմ, որ 2 անգամ եմ աղացել։ Իսկ եթե դուք աղալու եք մի անգամ, վերջնական պրոցեսը կատարեք բլենդերով, որպեսզի ինքը ավելի նուրբ ու համեղ ստացվի։ Սիրելիներս, 1 կիլո 500 գրամանոց հավեր ուրեմն, վերցրել եմ դրա համար 600 գրամ ընկույզ։ Հիմա աղացած ընկույզից մի որոշ մաս վերցնելու եմ, տրորելու եմ այնքան, որպեսզի իրեն յուղը դուրս գա, վերցրել եմ սխտոր, քանի որ մանր կար հետը, ընդամենը պետքա 4-ից 5 պճեղ սխտոր, 2 միջին չափի սող, ոչ թե սոխառած ենք անելու, մարդիկ կան սոխառած են անում, կարմրացնում, բայց դա հաճելի չի, դառնա համա տալիս։ Ավելի լավ է իրեն հյութով, հավի արգանակով, իրեն մի քիչ շոգ է խաշել, երբ որ արդեն կքաշվի հյութը, այն ժամանակ մենք արդեն կկատարենք մնացած մյուս պրոցեսը։ Առայժմ սիրելի հետևորդներ ջան, այս ընկույզը այնքան տրորելու եմ, մոտավորապես մի 10 րոպե, որպեսզի իրեն յուղը դուրս տա։ Հետո պատրաստելու եմ սխտորի մածուկը իմերիթական շաֆրանով, մի փոքր կծու պղպեղով, լավ տրորելու եմ յուղի հետ, որպեսզի գույնը լինի նարնջագույն, որը կոչվում է հեղուկ ոսկի, այս շաֆրանի ու ընկույզի միացությունը։ Սիրելի հետևորդներ ջան, ուրեմն մեր սացիվին, երբ որ արդեն հասցնենք վերջնական փուլին, գցելու եմ մի ճաշիկ թալ 9%-անոց քացախ, որ ամբողջ համը հոտը բալանսի բերի մեր քացախը ու նաև աղը, քանի որ ես հավին արդեն աղ եմ գցել, մի քիչ ես կփորձեմ մեր շիլան ստացված, տեսնենք, եթե կարիքը կլինի աղ կգցեմ, եթե չէ, ուրեմն կբավարարվենք այդքանով։ Առայժմ ես տրորեմ ընկույզը, յուղը հանեմ, սիրելիներս, հետո նոր արդեն ցույց կտամ շարունակությունը։ Սխտորը
հավանգով ծեծում ենք, մի փոքր աղ եմ արել, որ այս կողմեն կողմ չթռնի սխտորը, ավելացնելու եմ հիմա 1 թեյք թալ շաֆրան, իմերիթական, մի փոքր կծու պղպեղ, սելի հետևորդներ ջան, մոռացա ձեզ ասեմ, ուրեմն մեզ պետք է մի ճաշիկ թալ քաղցր կարմիր պղպեղ, թեյի քթալի ծայրով կծու պղպեղ կարմիր, իմերիթական շաֆրան 2 թեյ լավ գթալ, 3 թեյ քթալ ուծխոսունելի, 2 թեյ քթալ համեմի սերմ եւ ցանկության դեպքում դարչին եւ մեխակ աղացած, քանի որ աղացած մեխակ չունեմ, միայն ես դարչին կավելացնեմ, ստանամ մեր սխտորի մածուկը, ավելացնեմ ընկույզին ու նաեւ մի ճաշի լավ գթալ ավելացնելու եմ ոչ շատ տաք, ոչ է սառը ջուր, որպեսզի լավ հարվի ինքը, կատարեմ աշխատանքս, էլի կմիանանք, մեր մածուկը արդեն պատրաստ է, հիմա ավելացնում եմ մեր քիչ տրորված ընկույզին ու արդեն լավ տրորելու եմ այնքան մինչև իրեն յուղը դուրս գա, դուրս կգա, ցույց կտամ ձեզ յուղը ոնց է դուրս գցել ու արդեն կշարունակենք մնացած պրոցեսը, ընթացքում մի քթալ տաք ջուր կավելացնեմ ընդամենը, որպեսզի հեշտ տրորվի ու ավելի լավ յուղը դուրս գա, սելի հետևորդներ ջան, տեսեք յուղը ոնց է դուրս գցում, մի փոքր է հարեմ, դեռ ահագին կա, հարեմ ու տեսեք ինչ յուղ տա, պատկերացնում եք, որ այնքան լրիվ միանգամից հարե ինչքան յուղ դուրս կգցեր, բայց պետք չի, այս յուղը ընդամենը ես մատուցելու ժամանակ գեղեցիկ ձևով վրան կցանեմ սացիվի, օպերատոր ջան ցույց տուր, տես ինչ սիրուն նարնջագույն է ինքը էլինա ու արդեն հոտնել շատ անուշաբուրն, որքան հարում եք ինքը ավելի շատ է դուրս գալի յուղը, հիմա ես այս մի քիչ կդատարկեմ, մի քիչ հարեմ, թող դուրս գցի ու վերջացնեմ, կավելացնեմ մնացած ընկույզին սա, մի հատ կխառնեմ ու արդեն ընդհանուր բլենդերով կհարեմ սոխնել, հիմա ես կպատրաստեմ նոր, սելիները, սա սենց կավելացնեմ ստեղ, սոխը արդեն պատրաստ կլինի, կշոքեխաշվի, արդեն միանգամից իրար հետ բլենդերով կհարեմ, որ լավ ստացվի, նայեք, սելի հետևորդներ ջան, սոխը մանրացնենք, որպեսզի շոքեխաշենք, պարտադիր չի շատ մանր անել, կարևորը որ շոքեխաշվի ու ավելացնենք մեր ընկույզին ու բլենդերով հարենք, կարող է նաև մսաղացով անցկացնել, բայց որպեսզի շատ ձանձրալի չլինի, որոշեցի բլենդերով հարել, սելի հետևորդներ ջան, սոխը կտրտեցի, լցնում եմ տապակի մեջ, վրան ավելացնում եմ մեր հավի մսի արգանակից, այս յուղոտ, երեսից յուղոտ մասը, այսպես 2 շերեփ մոտավորապես,
Հիմա գազօջախը կմիացնեմ, թող շոքե խաշվի մեր արգանակը, սոխը, սելի հետևորդներ ջան, սա պատրաստում եմ, տեսեք, դուք է պատրաստվեք ամանորի համար, ինքը շատ հարգի, շատ սիրված, բաղադրատոմսա, ես մանրակրկիտ կգրեմ ձեզ բաղադրատոմսը, որ դուք է պատրաստեք, համտեսեք, մենք շատ ենք սիրում, սացիվին շատ, մայրս էլ էր պատրաստում, հարևանն էինք Թիֆլիսահայ, ինքն էլ էր պատրաստում, մայրս էլ միասին պատրաստում էին ու շատ էին պատրաստում, բայց հնդկահավով ճիշտն ասած, քանի որ հնդկահավ, ես հավ ունեի հնդկահավ չվերցրեցի, ասի հավով պատրաստեմ, որովհետև 2 հոգի էինք մենք, հյուրեր կգան, կյուրասիրեմ, այդպես, բայց ասենք այդքան շատ մենք չենք ուտելու, այսպես ասեմ, թողենք մեր սոխը տապակվի, սիրելիներս, ես արդեն լցնեմ մեր մնացած համեմունքները, ուրեմն 2 թեյ կթալ, սամիթի ներողություն, համեմի սերմ, մի փոքր կծու կարմիր պղպեղ, 2 թեյ կթալ մի քիչ ավելը գցեցի, որպեսզի մենք յուղը ստանանք ընկույզի, դարչինը մի փոքր կթալի ծայրով, ուծխոսուն էլի 3 թեյ կթալ եւ 1 ճաշի կթալ կարմիր պղպեղը, հիմա այս ամենը լցնում եմ ես ընկույզի վրա, սիրելիներս, այսպես, խառնենք, սոխն է կլցնենք արդեն պատրաստ ու բլենդերով կհարենք մի լավ, ու նաև սիրելիներս ասեմ, որ այսպես պինդ չի լինելու, լցնելու եմ նաև նորից արգանակից, որքան պահանջվի, ստացվելու է թթվասերի նման, հետո մեր հավը պատրաստ կլինի, մի քիչ կհովանա, որպեսզի չայրվի ձեռքերս, կավելացնենք արդեն կաթսայի մեջ, մեր արգանակի կաթսայի մեջ, կդնեմ մի հատ, հենց եռը կգա, անմիջապես կանջատեմ, պետք չի իրան եփել, կարգը այդպես է, մարդկա կարող է դնում եփումա չգիտեմ, բայց պետք չի եփելը, սիրելիներս, այնքան անուշաբուրը, սիրելի ժողովուրդ ջան, հայեր ջան, հետևորդներ ջան, թող պատրաստում եմ սիրով, աղոթքով, որ մեր զավակները, մեր հայ զինվորները սահմանում կանգնած, առողջ լինեն, մենք խաղաղություն ունենանք մեր երկրում, հավը արդեն ուզում է կարմրի, մի քիչ կշրջեմ փորիկի վրա, հիմա մեջքով կկարմրի ու արդեն կհանեմ սիրելիներս, մինչ մեր սոխառածը կլինի, էլի հետևորդներ ջան, սոխը արդեն պատրաստ է, արգանակը լրիվ քաշվելով, հիմա անջատում ենք գազօջախը, սոխը դատարկում ենք ընկույզի վրա, ու արդեն պարզ է, բլենդերով կհարեմ, կտեսնեք արդեն, ընթացքում ավելացնելու եմ արգանակ հավի, սիրելիներս, ասեցի, դառնալու է ինքը թթվասերի նման, սիրելի հետևորդներ ջան, տեսեք, ինչպիսի զանգված եմ ստացել, հիմա հավն էլ արդեն կարմրել է,
սելիներս հանեմ, սելիներս մի քիչ կհովանա, այնքան որ կարողանամ կտրտեմ ու արդեն ցույց կտամ մնացածը ինչ եմ անելու, կվերջացնենք մեր աշխատանքը։ Հիմա մեր մածուկը ընկույզի պատրաստ լցնենք թավայի մեջ մեր մինչ մի քիչ հավը կհովանա ու կավելացնեմ մածուկին, մի հատ ընդամենը հենց երեկավ կանջատեմ ու արդեն սացիվին պատրաստ է, սիրելիներս։ Ուրեմն ընկույզի, աղացած ընկույզի վրա ավելացել եմ 6 շերեփ, այս տիպի շերեփ արգանակ, որ ստացել եմ այս ձևի մասսա։ Սելի հետևորդներ ջան, հավը մասնատել եմ արդեն, հիմա գազօջախը միացնեմ, մեր հավի մսակտորները արդեն տեղափոխենք թավայի մեջ։ Շատ ոսկրահան չեմ արել, ինչ ինքը ինքնուրույն դուրս է եկել դուրս, մնացածը լրիվ իրա ոսկորով թողել եմ, սիրելիներս։ Հավի միսն ամբողջությամբ ծածկվեց, մի հատ հենց եռը եկավ, արդեն անջատում եմ, արդեն պատկերացեցիք, տեսեք ինչպիսի ինքը վիճակա։ Հեսա, տեսեք արդեն այս կողմից, տղա ջան ցույց տուր, տես եռը արդեն եկավ։ Վերջ, արդեն անջատում եմ, սիրելի հետևորդներ ջան, մի հատ լցնում եմ մեր սիրուն անուշ օպերատորը փորձարկում անի, սիրելիներս, սա էլ մեր սացիվին, իսկ յուղը այսպես իրա վրա ենք տարածում, օպերատոր ջան, խնդրեմ համեցիր, փորձարկի ու ասա, համը ինչպեսին է, ամեղեր անուշ լինի, տղա ջան։ Այսքանը սելի հետևորդներ ջան, դուք է պատրաստ եք ամանորին ձեր հյուրերին հյուրասիրեք, դուք հյուրասիրվեք, տեսեք ինչքան ինքը համեղ ուտեստ է, խորտիկ ավելի շուտ, այսպես կարելի ասել։ Այսքանը սելիներս